Երբ որ նայում ենք մեր կյանքի մեջ այս թերությունները, խնդիրները կան։ Ուշադրություն դարձրեք, խոսքը սկսում է Մատթեոս ավետարան 23-րդ գլխից 23-րդ համարից։ Տեր Հիսուս Քրիստոս խոսում է մարդկանց հետ, որոնք որ Աստծո խոսքին ծանոթ են, տեղյակ են Աստծո խոսքին, բայց Աստված Տեր Հիսուս Քրիստոսը մեղադրում է այս ժողովրդին, որն է պատճառը։ Գրված է, բայց այս տպիրներ, փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի եւ սամիտի չամանի 10-րդը տալիս եք, թողնում եք օրենքի ծանր բեռները, դատաստանը, ողորմությունը, հավատքը։ Դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Եվ սրան զուգահեռ մեկ համար պիտի կարդամ, որ գրված է Պետրոսի թղթերի մեջ, առաջի Պետրոս առաջի գլուխ 15-րդ համարում, Տեր Հիսուս Քրիստոս հետևյալն է ասում Պետրոսի շուրթերով. Ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում։ Եվ այսօր այս 3 վարմունքի վրա եմ ուզում կանգ առնել։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, որից է մեկին ուշադրություն մի դարձեք։ Եվ այս խոսքը ընդունեք ամեն մեկդ որպես ձեզ համար։ Այսօր ունենք թերություններ, որ պիտի շտկվի։ Մենք մեր կյանքի մեջ այս խնդիրն ունենք։ Երբեք մեկին մի մեղադրիր, ինքդ քո սրտի մեջ տես, արդյոք այսպես է թե ոչ։ Փարիսեցիներին, տպիրներին ինչ էր ասում ինք ամենակալ Աստված։ Բայց այս տպիրներ, փարիսեցիներ, կեղծավորներ, որ անանուխի սամիտի չամանի 10-րդը տալիս եք, թողնում եք օրենքի ծանր բեռները, որոնք են ծանր։ Առաջինը դատաստանը, երկրորդը ողորմությունը եւ երրորդը հավատքը։ Հետաքրքիր է, Հիսուս փարիսեցիներին ինչու համար է մեղադրում դատաստանի մեջ։ Կամ միշտ դատաստանի մասին է խոսքը։ Հիսուսին ով դատեց։ Փարիսեցիները չէին դատողները, տպիրները, Ստեփանոսին, անառակ կնոջը։ Չէ՞ որ սրանք դատի մեջ շատ զորեղ են։ Ինչու համար Հիսուս մեղադրում։ Եվ այսօր երբ որ խոսում է դատաստան կամ դատ, մենք ուրիշ տարբերակի կամ ուրիշ կողմանը ենք նայում։ Սիրելի քույրս, եղբայրս, Տեր Հիսուս Քրիստոս մեղադրում էր սրանց, որովհետև մենք պիտի կարողանանք տեսնել եւ մեզ էլ շտկենք, որպեսզի մեզ էլ չասի վայ ձեզ։ Դատաստան, երբ որ ասում է ոչ թե ուրիշին դատելու, այլ ինքդ քեզ։ Այսօր մեր կյանքի մեջ բազում խնդիրներ, խնդիրներ երբ որ լինում է, մենք հեղինակ տեսնում ենք մեկ ուրիշին։ Եվ մենք մեզ չենք դատապարտում, այլ դատապարտում ենք ուրիշին։ Այսօր իշքան է լինում, գալիս է քույրիկը կամ եղբայրը, ասում է կինս էսцև արեց, երեխան էսцև, հարևան էսպես, հարսս էսцև, սիրելի քույր եղբայր։ Հարսը մեղքը չբերես քո մեջ դրեց։ Այդ մեղքը քո կյանքի մեջ կար։ Ուղղակի ուզում եմ ավելի խորը նայենք այդ վիճակի մեջ, որ կարողանա ճիշտ ընթացք ունենա։ Այսօր ամեն մեկ մեղք ունի իրեն բանալին։ Ամեն մեկ դուր նույն բանալիով չի pasվում։ Մեր կյանքի մեջ էլ կան մեղքեր, որը pasվում է տարբեր վիճակներով, տարբեր ժամանակներում եւ տարբեր մարդկանց միջոցով։ Հիմա եթե քո կյանքի մեջ այդ խնդրեմ առաջացել է, դու մեղադրում ես հարսիդ, փոխանակ ասում փարտաս, որ այդ հարսիդ միջոցով քո մեղքը ի հայտ եկավ։ Այսօր գալիս ես բարգացած, երեխան իմ հերսը հանեց, երեխան ինձ չղայնացրեց, երեխան հասցրեց այս վիճակին։ Սիրելիս, երեխան հեղինակը չէ, քո մեջ այդ բնությունը կա, երեխան դարձավ միջոց այդ բնությունը ի հայտ գալու, փոխանակ Տիրոջը փառք տաս եւ երեխայից շնորհակալ լինես, որ այդ քո մեղքը ի հայտ եկավ, դու մեղադրում ես մարդկանց։ Տեր Հիսուս Քրիստոսի նպատակը սա է։ Եվ իշեք առաջի Կորինթացիս 11-րդ գլխի 31-32-րդ համարների մեջ Տերն ասում է հետևյալ միտքը. եթե մենք մեր անձերը դատենք, չենք դատապարտվի։ Դատվելով կխաղատվենք, որ աշխարհքեջ չդատապարտվենք։ Այստեղ դատաստանը, երբ որ ինքը ասում է փարիսեցիներին, տպիրներին, ոչ թե ուրիշներին դատելու համար, այլ ինքները իրենց դատելու համար։ Այսօր մեր կյանքի մեջ այս որակը շատ վատ է։ Եվ Տերն ասում է, ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներումը։ Այս վարմունքի մեջ մենք շատ թույլ ենք, գիտեք։ Մեր կյանքի մեջ ինչքան որ խնդիր, խնդրեմ է լինում, մենք տեսնում ենք հեղինակ մեկ ուրիշը եւ մեղադրում ենք ուրիշներին։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ Նեհեմիայի գրքից։ Բազում անգամ եղբայրներս մասին խոսացած կլինեն։ Հիշում եք, երբ որ Արտաշես թագավորի օրոք Երուսաղեմի պարիսպները քանդվան, դարպասները այրվան,
Եվ Նեմյան գերության մեջ էր։ Թագավորի Արտաշես թագավորի առաջին մատրվակ էր։ Իմացրեցին Նեմեային, որ Երուսաղեմի պարիսպները քանդված են, դարպասները այրված են։ Հետաքրքիր է, Նեմյան ինչ արեց։ Եթե ես լինեի կամ որից է մեկը ցեզանից, պիտի ասենք, որ թագավորը իրեն տեղում չէր, քահանապետը իրեն տեղում չէր, լուրջ ապաշխարեն, լուրջ լինեին, Աստված էս վիճակին չէր թողի։ Բայց Նեմյան որից է մեկին չի մեղադրում։ Ուշադրություն դարձրեք Նեմեայի գործին։ Գրված է 4-րդ համարից եմ կարդում։ Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի եւ լաց եղա սուկ արի մի քանի օր։ Ծոմ պահեց եւ աղոթք էի անում երկինքի Աստծո առաջին եւ ասում. ով Տեր երկինքի Աստված, մեծ եւ ահեղ Աստված, որ ուխտ եւ ողորմություն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատվիրանքները պահողներին։ Աղաչում եմ ականջը դիր, աչքդ բաց լինի քո ծառայի աղոթքը լսելուն, որ ես հիմա աղոթում եմ քո առաջին ցերեկ գիշեր քո Իսրայելի որդկանց ծառաներից համար խոստովանվում եմ Իսրայելի որդկանց մեղքերը, որ քեզ դեմ մեղանչեցինք, ես էլ իմ հորտունն էլ մեղանչել եմ։ Ուշադրություն դարձրեք, Նեմյան առաջինը մեղադրում է իրեն, խոստովանվում եմ, ինքը Իսրայելի մեջ է, Իսրայելից չի զատված, խոստովանվում եմ Իսրայելի որդկանց մեղքերը, որ քեզ դեմ մեղանչեցինք, ինքը Իսրայելի որդկանց մեջ է, շարունակությունը, ես էլ իմ հորտունն էլ մեղանչել եմ։ Նեմյան ինքը իրեն երկու անգամ է մեղադրում, չի մեղադրում քահանապետներին, չի մեղադրում ինքը թագավորին, իշխանավորներին, այլ ինքը իրեն է մեղադրում։ Սիրելիս, ասոյ նպատակ հետևյալն է, որ դու կարողանաս տեսնել, եթե քո տան մեջ կան որևէ մեկտեղ խնդիր կա, դու ինքդ քեզ պիտի տեսնես։ Ինչ եք մտածում, եթե Նեմյան ուրիշներին մեղադրեր, Աստված իրեն կօգտագործեր, թե ոչ։ Եվ ուշադրություն դարձրեք, երբ որ ինքը կանգնեց Արտաշես թագավորի առաջին, թագավոր, որը հրամայել է, որ Երուսաղեմի պարիսպները քանդեն, դարպասները այրեն, ինչ եք մտածում։ Եթե մարդը քանդել է տվե թագավորությունը, պարիսպները, ինչ եք մտածում, նորից հրաման կտա վերականգնելու։ Սիրելի քույրս, եղբայրս, Եվս մեկ համար պիտի կարդամ, որ միտքը ամբողջանա։ Երեմիայի մարգարության մեջ ուշադրություն դարձրեք, գրված է հետևյալ միտքը. Եթե լինի մեկ իրավունք անող ճշմարտություն խնդրող, ես այն քաղաքին կներեմ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, հետաքրքիր է ինչու համար Աստված Նեմեայի աղոթքը լսեց։ Որն էր պատճառը։ Որովհետև Նեմեան ճիշտ էր եկել Տիրոջ առաջին։ Այսօր մենք շատ անգամ աղոթներ ենք անում։ Հիշում եք 80 Սաղմոսի 4-րդ համարի մեջ գրված է. Ասապը գալիս է Տիրոջը հետևյալ խոսքը ասելով. Տեր զորաց Աստված, միջև երբ կպարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Բայց Աստված Նեմեայի աղոթքը լսեց եւ ողորմություն արեց, Նեմեային ուղարկեց Երուսաղեմի պարիսպները եւ դարպասները վերականգնելու համար։ Որն էր պատճառը։ Որովհետեւ Նեմեան ճիշտ աղոթք էր անում, որովհետեւ Նեմեան արդար էր, որովհետև Նեմեան չէր տեսնում այդ հանցանքը եւ չէր մեղադրում թագավորին կամ քահանապետներին, այլ ամենաշատ ինքը իրեն էր մեղադրում։ Այսօր մեր կյանքի մեջ երբ որ խնդիր է լինում, հեղինակը տեսնում ենք եղբորը, քրոջը, հեղինակը տեսնում ենք տան անդամներին կամ որևիցե մեկին, ոչ սիրելիս, եթե ես մեղանչում եմ, այդ մեղքը իմ մեջ է։ Ուրիշ մեկը չբերեց եւ այդ մեղքը դրեց իմ կյանքի մեջ։ Եվ ես պիտի հասկանամ եւ փառտամ Տիրոջը, որ Աստված այդ անձնավորությունը օգտագործեց իմ մեղքը ի հայտ գալու համար։ Այսօր ցավոք մենք ոչ թե մեզ ենք մեղադրում, այլ մեղադրում ենք ուրիշներին։ Ուշադրություն դարձրեք, կարդում եմ 2-րդ օրինաց գրքի մեջ մեկ համար, եւ թող Աստված օգնի, որպեսզի մենք այս համարը ամեն անգամ հիշենք։ Սա գրված է 2-րդ օրինաց գրքի մեջ, առաջի գլուխ 17 համարի Միշնամասում գրված է հետևյալ կերպ. դատաստանը Աստծունն է։ Քուրես ջան, եղբայրներ ջան, աշխատեք միշտ դատից հեռու մնալ։ Դատաստանը Տիրոջն է, Աստված ինքն է դատող եւ ուրիշ մեկը չէ։ Հիշում եք Հակոբու թղթերի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված Հակոբու շուրթերով ասում է. իրար մի պամպասեք եղբայր, իր եղբորը պամպասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է պամպասում եւ օրենքն է դատում։ Ար դե օրենքը դատում ես, էլ օրենքը կատարող չես, այլ դատավոր։ Մեկն է օրենսդիր եւ դատավորը, որ կարող է փրկել եւ կորցնել։ Դու ով ես, որ ուրիշին դատում ես։ Բայց ուղղակի ես կուզեի, որպեսզի ինքներս ամեն մեկից մեզ հարց տանք. ինչքան ենք մարդկանց դատում։
Հիշում եք, Առակաց 27-17-ում այս ծևի մի հատ համար է գրված։ Երկաթը երկաթով կսրվի, մարդը կսրե իր ընկերի երեսը։ Այսօր մեր կյանքի մեջ նույնն է, գիտեք, մանավանդ ծերերի պատոքին քույրիկները գալիս են, հարսս էս է անում, թակվե վերջը շերեփը ձերքիցս առավ, բանալիները ձերքիցս առավ, խոսքս չի լսում։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, Աստված չգիտի քեզ ինչ հարս է տվել։ Գրված է երկաթը երկաթով կսրվի։ Ինչ եք մտածում, տանակը բամբակով կսրվի։ Հեշտ տեսել եք, թուղթը վերցնես եւ մկրատը կամ տանակը սրես։ Ավելի ամուր գործիք է պետք, չէ՞։ Հիմա Աստված գիտե քեզ սրելու ձևը։ Բերել է հարսիդ, որպեսզի սրես։ Գալիս ես, նեղվա բորբոքվեց իրեն պատճառով։ Հարսիդ միջոցով քո մեղքը ի հայտ եկավ։ Փոխանակ ինքդ քեզ դատես, դատում ես հարսիդ։ Հիմա այս վարմունքի մեջ մենք սուրբ ենք, թե ոչ։ Սիրելիներ, դատի մեջ մենք սուրբ չենք։ Դատի մեջ մենք աշխատում ենք ուրիշներին դատենք։ Ես ես միշտ ասում եմ, հետևյալ վիճակը լինում է պարակայապոր մարդիկ քարոզում են շնորհք, օրենք, հասկացողությունը, սիրելի քույրս եղբայրս։ Ուղղակի ուզում եմ անկես լինենք, որպեսզի այսօր մեր կյանքի մեջ բժշկություն լինի։ Հարց եմ տալիս ես, երբ որ քո զավակը սխալ է գործում, կամ քո կինը, կամ քո ամուսինը, կամ քո եղբայրը, կամ քույրը, ինչպես ես մոտենում եւ ինչպես ես դատում։ Բայց եթե նույն մեղքը ուրիշ մեկ անե, ուրիշ ձևի կմոտենաս, չէ՞։ Երբ որ դու ես մեղանչում, օգտագործում ես շնորհքը, բայց եթե մեկն է մեղանչում, օգտագործում ես օրենքը։ Սիրելիներ, շնորհքը չի դատում, դատում է օրենքը։ Շնորհքը երկնքից իջած կյանք է, որ մեր մեջ պիտի հաստատվի։ Խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոս ասում էր. «Հայր ների անկիտությամբ կենեն»։ Ստեփանոսը ուներ այդ շնորհքը, Տիրոջ կյանքն էր մեջը, որից է մեկին ինքը չէր դատում, այլ խնդրում էր, որպեսզի Աստված ողորմություն անի։ Առաջի դատը Աստված ինքը իրենից է սկսել։ Երբ որ մարդկությունը մեղանչեց, Աստված իր որդին դատապարտեց մավան։ Բայց այսօր սիրելիներ, դատի մեջ մենք ինչպես ենք վարվում։ Կամ ինչպես ենք դատում։ Սաղմոսների մեջ Դավիթը իրեն ծանր վիճակն է ներկայացնում։ Անձնավորություն, որը տեսել էր եւ գիտեր իրեն մեղքերը, եւ ամեն անգամ այդ մեղքերը իրեն առաջին են։ Եվ այսօր սիրելի քույրս եղբայրս, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք ճիշտ դատ վարենք մեր կյանքի մեջ, որ դատաստանը ճիշտ լինի։ Որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքերը ամեն ժամանակ իմ առաջին են։ Ինչ եք մտածում, Դավիթը չէր տեսել, որ ինքը մեղանչել է։ Հիշում եք 32 Սաղմոսի մեջ 3-րդ համարն է եւ 4-րդ համարն է։ Երբ որ ես լուր կեցա, ոսկորներս մաշվեցան իմ ամեն օր հառաչելով է, որտեղ ցերեկ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվա չորություն դարձավ։ Դավիթը միթե չէր զգում։ Բայց ուղղակի ուզում եմ տեսնենք, թե Աստված ինչ միջոց կիրառեց, որպեսզի Դավիթը ոչ թե որից է մեկին դատապարտի, այլ դատը վերցնի իրեն վրա։ Սա ամեն մեկը շատ լավ գիտեք, Դավիթը ոչ միայն Բերսաբեին իրեն կին վերցրեց, այլ գրված է, որ ինքը Հովապին նամակը տվեց ինքը Ուրայի ձեռքև ասեց տար Հովապին դու, եւ բավական մարդիկ մեռան Ուրայի հետ մեկտեղ։ Դավիթը միթե չգիտեր, որ ինքը մեղանչել է։ Բայց ուշադրություն դարձեք, մեր կյանքի մեջ կա մի հատ բնություն, որ մենք ժառանգել ենք մեր ատամհորից, ինքնապաշտպանությունը, ինքնարտարացումը։ Միգուցե տարբեր միջոցներ փնտրել ինքնարտարացման, եւ սրա համար ուշադրություն դարձեք, Նատանը սկսեց մեկ ուրիշ ձևով, պատմություն պատմեց եւ թույլ տվեց, որպեսզի Դավիթը դատը վարի։ Մենք շատ անգամ ուրիշներին դատելու մեջ արտար ենք, բայց մեզ դատելու մեջ արտար չենք։ Երբ որ պատմությունը Նատանը վերջացրեց, ուշադրություն դարձեք, դատը տվեց Դավիթին, եւ Դավիթը շատ բարգացավ այդ մարդի վրա եւ ասաց Նատանին. «Կենտանի է Տերը, որ այդ բան անող մարդը մայի որդի է»։ Դատը ուղիղ վարեց։ Եվ Նատանն ասաց. «Այդ մարդը դու ես»։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք սովոր ենք ուրիշներին դատելու։ Ուրիշի դատը կարող է ուղիղ իրոք վարենք, բայց մեր դատը ոչ։ Այսօր մենք պիտի սովորենք
առաջինը մենք մեզ մեղադրենք, ուրիշ մեկին չէ։ Նորից եմ ասում։ Այս անձնավորությունը Նեհեմիան որևիցե բաժին չուներ, բայց ինքը իրեն տեսավ մեղավոր։ Ինչու՞մն էր իրեն մեղավորությունը։ Միգուցե միշտ ծոմով աղոտ չէր արել, միգուցե չէր ողբացը, միգուցե շատ անգամ չէր ընկել Տիրոջ առաջին, որ Աստված ողորմություն աներ։ Սիրելի քույրս, եղբայրս, ուղղակի խնդրանքս հետևյալն է։ Ամենակալ Աստված մեղադրում է անձնավորությունների, որոնք որ ուրիշներին դատելու մեջ շատ լավ են։ Բայց այսօր դատաստան, երբ որ ասում է դատ, ոչ թե ուրիշին դատելու, այլ ինքդ քեզ։ Այս սրա մեջ մենք թույլ ենք, մենք ուրիշներին ենք դատում։ Գրված է, թողել եք օրենքի ծանր բեռները, դատաստանը, երկրորդ տեղում գրված է ողորմությունը։ Եղբայրներ, քույրեր, ողորմություն մենք այսօր շատ անգամ հասկանում ենք ինչ որ մեկին նյութական ինչ որ մեկ բան տալը։ Սա էլ է ողորմություն։ Բայց այստեղ Տեր Հիսուս Քրիստոս մեկ ուրիշ ողորմության մասին է խոսում։ Ողորմությունը տաներելն է։ Հիշում եք 103-րդ Սաղմոսի մեջ ամենակալ Տիրոջ որակների մասին է խոսում Դավիթը։ Կարդամ այդ տողերը։ Բարեկուտ եւ ողորմած է Տերը, երկարնամիտ եւ բազմագուտ։ Նա իսպար չի բարկանալ, ողջ չի պայել հավիտյան։ Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ եւ չի ատուցանում մեզ մեր անօրենությունների համար։ Բարեկուտ եւ ողորմած է Տերը։ Այսօր ողորմություն մենք միայն հասկանում ենք ինչ որ մեկին նյութական ինչ որ մեկ բան տալը, ոչ սիրելիս։ Ուղղակի մենք պիտի տեսնենք ամենամեծ ողորմությունը ներելն է։ Այսօր շատ անձնավորությունների կյանքի մեջ այդ ներումը չկա, այս որակը բացակայում է։ Խոսում ես եղբոր հետ կամ քրոջ հետ, նեղվածությունը առաջացե, իրար մոտենում եք, ներողություն եք խնդրում, բարևում, համբերում եք, բայց որոշ ժամանակահատված հետո հանկարծ նորից նույն եղբոր կամ որից է նույն անձնավորության հետ խնդիր ունես, ամբողջ իրեն առաջ չարությունները նորից հիշում ես։ Սա ողորմածություն չէ։ Աստված այսպես չի ուզում։ Շարունակության մեջ Դավիթն ինչ ասում։ Նա իսպար չի բարկանալ, ողջ չի պայել հավիտյան։ Եթե Աստված հիշե մեր մեղքերը, որից է մեկ անձնարություն այսօր կարող է արտարանալ։ Այսօր Տիրոջ նպատակը սա է, որ մենք լինենք ողորմած։ Երբ որ մեր կյանքի մեջ ամեն բան նորմալ է, մեզ չեն մեղադրում, մենք ողորմած ենք։ Բայց հանկարծ մեզ են մեղադրում, մենք ողորմած չենք։ Երբ որ մեր կյանքի մեջ ամեն բան նորմալ է, խնդիր չկան է, ասում ենք ինչ ուզում է ասել, բայց երբ որ մեր կյանքի մեջ խնդիր է, մենք ողորմած չենք, հիշում ենք։ Այս համար ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք ողորմած լինենք։ Եվ սա է պատճառը, որ Տերն ասում է, թողել եք օրենքի ծանր բեռները։ Ինչ եք մտածում, հեշտ է մարդուն ներել։ Հեշտ է ողորմած լինել։ Քույրիկներից մեկը հարսետ խնդիր ուներ։ Բավական երկար ժամանակատված խոսում եմ, ասում եմ քուրս պիտի ներես։ Ասում եմ ներելը մեկից չի լինի։ Հիմի հարց տանցես։ Երբ որ ասում ենք ողորմած, նյութականի մեջ մարդը շատ առատաձեռն կարող է լինել։ Հիմի որից է մեկ անձնարության եթե ասես մարդուն ներիր, որն է հեշտ, ներելը թե ինչ որ նյութական բան տալը։ Այս քույրիկին ասում եմ քուրս ներիր քո հարցն է։ Ասում եք գրիշ եղբայր, 3 տարա 80,000 դրամ տվեցի մի հատ նոր շոր առա։ Մի 80,000 դրամի շորն առելը հեշտ է, բայց ներելը դժվար է։ Սրա համար Տեր Հիսուս Քրիստոս ասում է, թողել եք օրենքի ծանր բեռները, դատաստանը եւ ողորմությունը։ Այսօր շատ դժվար է, գիտես, ողորմած լինել։ Մատթոս ավետարանի մեջ գրված է, Երանի ողորմածներին, որ ողորմություն կգտնեն։ Այսօր սիրելիս դու նյութական կարող ես ինչ-որ բան տալ, բայց Աստծո նպատակը սա չէ։ Աստված ուզում է, որ դու ներես, ողորմած լինես մարդու հանդեպ։ Ոչ թե հիշես իրեն կատարած չարությունները, իրեն պրոբլեմները։ Տերն ասում է, ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքներում, այս վարմունքների մեջ մենք սուրբ պիտի լինենք, թե ներման մեջ, թե ողորմության մեջ։ Եվ երրորդն ասում է, թողել եք օրենքի ծանր բեռները, դատաստանը, ողորմությունը եւ հավատքը։ Հիմա եթե մեզի հարցնեն, թե հավատքը թողել եք, մենք կզարմանանք կամ կնեղվենք, թե չէ։ Հիսուսը հիշեք, ինչ ասեց Թոմասին, Թոմաս մի լինի անհավատ։ Առաքյալներին ասում էր երկմիտ, թերահավատ, ճիշտ է։
Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի այսօր մենք նայենք, ինչ որտեղ մենք խնդիր ունենք, բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել Աստծուն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մարդ ասված հարաբերությունը հաստատվում է հավատքի միջոցով։ Բայց որ հավատքի։ Աստծո խոսքի մեջ գրված է, հիշում եք Մարկոս ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս հետևյալն է սովորեցնում մեզ ասելով. Աստծո հավատքը ունեցեք։ Ուրիշտեղ գրված է Քրիստոսի հավատքը ունեցեք։ Հուդա 20 համարի մեջ գրված է, բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամեն մեկս հավատում ենք։ Հավատում ենք, որ Աստված կա։ Հավատում ենք, որ Աստված մեզ ամեն մեկիս համար իր որդին է զոհել։ Հավատում ենք, որ Քրիստոսի արյունը մեզ սրբել մաքրել է։ Հավատում ենք, որ խաչով ճանապարհ է բացվել հավիտենական կյանք։ Բայց հարց եմ տալիս, ամբողջ սրտով հավատում ենք, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Ամենամեծ խնդրեմը սա է։ Այսօր մենք ինչու համար ենք տանջվում, ինչու համար ենք աշխատում։ Որն է պատճառը։ Չէ՞ որ հետևանքը կյանքն է։ Որտեղ մարդը հավատում է, եթե չաշխատի, սոված կմնա կմեռնի, ճիշտ է։ Բայց ինչ չափով ենք հավատում հավիտենական կյանքի։ Ինչ չափով ենք հավատում Աստծոյի գոյությանը։ Հիսուսին հարցրեցին, ո՞րն է ամենամեծ գործը։ Հիսուս ինչ պատասխանեց։ Հավատալ անոր ուղարկածին։ Այսօր Աստծո նպատակը հետևյալն է, որ դու ամբողջ սրտով հավատաս իրեն, հավատաս, որ կյանքը Քրիստոսի մեջ է, որ Քրիստոսից դուրս կյանք գոյություն չունի։ Իշան ենք հավատում սրան։ Մարմնավոր աշխատանքի համար տրամադրում ես 8 ժամ, 10 ժամ, մարդիկը ավելին, հոգևոր կյանքին ինչքան ես տրամադրում։ Այսա փաստում է քո հավատքը, թե ինչ չափով ես հավատում Աստծոյի գոյությանը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մեկը ներկա չէ քո կողքին, իրեն մասին խոսում ես, ադում, տատում ես, պամպասում ես, հավատում ես, որ Աստված կա, բան չես անում։ Այդ մարդը, որի մասին որ դու խոսում ես, եթե քո կողքին լինի, չես խոսի։ Ու շատ բաներ մենակ էս չէ։ Ինչքան ենք մենք մեղանչում, նայում ենք 4 բոլորը, թե որևիցե մեկը տեսավ, թե չէ։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Այսօր լուրջ խնդիր է մեր առաջին դրված։ Ամբողջ վիճակը կախված է մեզանից։ Մեզ այսօր պետք է այս որակները շտկել։ Ամբողջ սրտով հավատալ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։